Ամանորյա տոներին մենք սովորաբար դիտում ենք հին ու բարի ֆիլմերը, բայց եկեք այս անգամ բացահայտենք նորույթները։ Մենք ընտրել ենք 2025 թվականին լույս տեսած 10 ամենահետաքրքիր ամանորյա ֆիլմերը։ Սկսենք։ Բալի կարկանդակով Սուրբ Ծնունդը։ Սա ջերմ ու անուշահոտ պատմություն է, լի ռոմանտիկայով եւ տոնական թխվածքների բուրմունքով։ Տաղանդավոր հրուշակագործը վերադառնում է հարազատ քաղաք, փրկելու ընտանեկան Բալի այգին։ Արդյոք նրան կհաջողվի գտնել կարկանդակի գաղտնի բաղադրիչը եւ վերգտնել իր հին սերը։ Իդեալական ֆիլմ նրանց համար, ովքեր սիրում են հարմարավետությունն ու քաղցր հեքիաթները։ Սուրբ Ծննդյան կողոպուտ։ Ինչ կլինի, եթե երկու պրոֆեսիոնալ գողեր թիրախավորեն նույն խանութը Սուրբ Ծննդյան նախաշեմին։ Ասարկածային կատակերգությունը ցույց է տալիս, թե ինչպես է կատարյալ հանցագործությունը վերածվում անսպասելի սիրո։ Պատրաստվեք ծիծաղի, ադրենալինի եւ տոնական անկանխատեսելի շրջադարձերի։ Սուրբ Ծնունդը նախկինի հետ։ Նախկին սիրահարները ստիպված են տոներն անցկացնել նույն հարկի տակ։ Սա զվարճալի եւ մի փոքր անհարմար իրավիճակներով լի պատմություն է այն մասին, թե արդյոք հնարավոր է կրկին արթնացնել սիրո հին կրակը, երբ շուրջ բոլորը տոնական հրաշքներ են։ Կատակերգություն, որը կստիպի ձեզ թե ժպտա, թե մտորել։ Ջոնաս եղբայրների Սուրբ Ծնունդ։ Երաժշտական արկածային ֆիլմ է Jonas Brothers-ի կամ Ջոնաս եղբայրների մասին։ Jonas Brothers-ը ամերիկյան հայտնի փոփ-ռոք խումբ է, որը կազմված է 3 եղբայր երաժիշտներից։ Ֆիլմում խաղում են հենց իրենց։ Եղբայրները հայտնվում են Սանտայի կախարդանքի տակ եւ չեն կարող տուն վերադառնալ, մինչեւ չհարթեն իրենց տարաձայնությունները։ Ֆիլմը լի է բացառիկ երգերով, հումորով եւ ընտանիքի միասնության մասին կարևոր հաղորդագրությամբ։ Իմ գաղտնի Սանտան։ Երբ միայնակ մայրը կորցնում է աշխատանքը, նա գնում է խենթքայլի, քողարկվելով որպես տարեց տղամարդ, որպեսզի աշխատի որպես Սանտա Կլաուս։ Սա սիրո եւ տոնական գաղտնիքների մասին թեթև կատակերգություն է, որտեղ ամենագլխավոր նվերը հայտնվում է այնտեղ, որտեղ չես սպասում։ Սուրբ Ծննդյան կառնը։ Դիքենսի հայտնի պատմության ժամանակակից եւ բոլիվուդյան ոճով ոգեշնչված մյուզիկլ։ Անսիրտ գործարարը հանդիպում է 3 գուշակների, որոնք փոխում են նրա աշխարհայացքը։ Գունեղ, երաժշտական եւ շքեղ ֆիլմ, որը տոնական տրամադրություն կպարգևի հենց առաջին րոպեներից։ Օ, ինչ զվարճալի է։ Ընտանիքի մայրիկը, որը միշտ հոգ է տանում բոլորի մասին, հանկարծ հայտնվում է սեփական արկածների կենտրոնում։ Սրտառուչ եւ իրական կատակերգություն այն մասին, թե ինչպես վայելել տոները, երբ ամեն ինչ գնում է ոչ ըստ պլանի։ Ֆիգլիի Սուրբ Ծնունդը։ Հեքիաթային անիմացիա ողջ ընտանիքի համար։ Երբ Սանտայի սաննակը վթարի է ենթարկվում հրաշքների աշխարհում, փոքրիկ Ֆիգլին դառնում է միակ հույսը, կախարդական ճամփորդություն, որը կսովորեցնի երեխաներին հավատալ սեփական ուժերին։ Ո երազներում։ Տպավորիչ անիմացիոն ֆիլմ քրոջ եւ եղբոր մասին, ովքեր ճանապարհորդում են երազների աշխարհով գտնելու ավազե մարդուն, Սենդմենին։ Նրանց նպատակն է փրկել իրենց ընտանիքը, գեղեցիկ գրաֆիկա եւ խորը պատմություն, որը կգրավի թե փոքրերին եւ թե մեծերին։ Աղմկոտ տունը լավ թե վատ։ Լաուդների բազմանդամ ընտանիքը վերադառնում է նոր արկածներով։ Լինքոլնը փորձում է ամեն գնով հայտնվել Սանտայի լավ երեխաների ցուցակում, բայց արդյունքում վտանգում է ողջ տունը։ Զվարճալի, դինամիկ եւ շատ ծիծաղելի մուլտֆիլմ։